Հանրակրթական դպրոցներում գրականություն եւ Հայաստանի պատմություն առարկաների ավարտական քննությունները ստանում են բոլորովին նոր ձևաչափ։ Թեստերին փոխարինելու է գալիս միասնական էսսեն։ Իսկ ինչ է էսսեն։ Էսսեն սեփական տեսակետի փաստարկված շարադրանքն է, որտեղ կարևորը ոչ թե անգիր արած փաստերն են, այլ սեփական միտքը վերլուծելու եւ հիմնավորելու կարողությունը։ Էսսեի ձևաչափը ենթադրում է երկու առարկաների՝ պատմության եւ գրականության առանձին համադրում մեկ տեքստում։ Գիտեք, որ 9-րդ դասարանի ավարտական քննությունները Հայաստանի պատմությունը եւ գրականությունը էսսե է դարձել։ Այո, գիտեմ։ Ո՞նց եք վերաբերվում։ Նորմալ։ Ըստ ձեզ ինչ-որ խնդիրներ չի լինի, որ հեսա քննություն տան։ Դասատուներն են մեղքեր քննստուկ են։ Կարող է հեղինակի կարծիքը լինել, կարող է հեղինակի ինքնակենսագրական էսսե լինել։ Փորձնական ծրագիրը, որը նախորդ տարի մեկնարկել է Տավուշի մարզում, ըստ կրթության նախարարի նոր հրամանի 2026-ից 2027 ուսումնական տարում կդառնա պարտադիր հանրապետության ողջ տարածքում։ Բայց արդյոք մեր աշակերտները պատրաստ են այս կտրուկ անցմանը։ Կամ մենք պետք է կեղծենք քննությունների արդյունքները, կամ մեր աշակերտների առնվազն 50%-ը պետք է մնան նույն դասարանում, որովհետև ես վստահ կարող եմ ասել, որ մեր աշակերտների առնվազն 50%-ը ի վիճակի չեն միջառարկական էսսե գրելու։ Չնայած փորձագիտական կարծիքների, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, 9-րդ դասարանի ավարտական քննությունների էսսեի ձևաչափը բացահայտում է աշակերտների թաքնված ներուժը։ Երեխաներն այսօր արտահայտում են այնպիսի համարձակ ու ստեղծագործական մտքեր, որոնք հաճախ գերազանցում են անգամ ուսուցիչների սպասելիքները, ասում է Սվաջյանը։ Առաջադիմությունը որևէ գործոն չի կարող հանդիսանալ էսսեագրությանը կամ էսսեի ձևաչափով քննությանը մասնակցելու տեսակետից։ Մինչ պետությունը փորձում է արդիականացնել քննական համակարգը, բարձրագույն կրթությունը դառնում է ոչ մոդայիկ։ Դիմորդների թիվը նվազում է, իսկ աշխատաշուկա մտնելու ցանկությունը աճում։ Երիտասարդներն այսօր նախընտրում են արագ արդյունք եւ ինքնուսուցում, շրջանցելով բուհական երկարամյա ծրագրերը։ Կան այսօր աշխատանքներ, որոնք երեխաներին հնարավորություն են տալիս միանգամից դպրոցից մտնել աշխատաշուկա, օրինակ աշխատել սուպերմարկետում, սրճարանում եւ այլն եւ այլն։ Դրա համար շատ երեխաներ մտածում են, որ իրենք կարող են այլևս մեծ գումար չծախսել կրթության վրա եւ միանգամից մտնում են աշխատաշուկա։ Այսպիսով 2026-ին սպասվող համատարած փոփոխությունը ցույց կտա, որքանով է մեր դպրոցը պատրաստ հրաժարվել թեստային մեխանիկական պատասխաններից եւ անցնել սեփական միտքը ձևակերպելու բարդ, բայց անհրաժեշտ հմտությանը։ Արդյունքները տեսանելի կլինեն արդեն առաջիկա քննաշրջանների ընթացքում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։